Բարոյ հարգելի գործընկերներ, սկսում ենք Փյունիկի գլխավոր մարզիչ Արտակ Հոսեյանի հետ խաղի մամուլի ասուլիսը Վանի դեմ խաղից հետո նախ խաղի մասին։ Կարծում եմ բավական որակյալ խաղ անցկացրեցինք, ամբողջական, ինձ թվում է վերահսկում էինք խաղի բոլոր ֆազաները, թե պաշտպանությունում առանց գնդակ, թե հարձակման մեջ գնդակով, շատ դուր եկավ խաղի տղաների վերաբերմունքը խաղին, իսկական փորձառու թիմի տպավորություն այսօր թողեց։ Վանը այս մրցաշրջանում ամուր թիմի տպավորություն էր թողնում, քիչ առաջ իրենց մասնիչը դժվարացավ մեծ բան պատասխանել ինչի այսօր հանգարեց։ Ինչի շնորհիվ ըստ կարելի է Փյունիկը բացել նորի պաշտպանությունից։ Դե մենք բոլոր խաղերին էլ լավ ենք պատրաստում, իմիջիալից շատ ճիշտ եք նկատել, Վանը շատ ամուր թիմ է ու մեր առաջությունը այս տարի շատ հետաքրքիր է այդ առումով, որովհետև բոլոր խաղերը դժվար են, բայց այսօր կարծում եմ հենց այդ առաջի հերթին մեր թիմային խաղն էր, ֆուտբոլիստները բավական բարձր որակ ցուցադրեցին, գոլերն էլ արագ խփեցինք, իհարկե դա հեշտացրեց ավելի մեզ համար։ Նախորդ անգամ mēs խոսում էինք այն մասին, որ նույնիսկ գոլեր չգտնում, այսօր 3 գոլ Իհարկե շատ ուրախ ենք, շատ սպասելի գոլեր էր, բայց ես երբեք չեմ կասկածել, որ նա սկսել է գոլեր խփել, հուսանք, որ դա ընդամենը սկիզբն էր այսօր։ Եվ Դարախչյանի մասին, այս պարագայում ավելի շատ գոլեր են ընդունել, ընդհանրապես նրա խաղի մասին ինչ կասեք։ Դարախչյանի մոտ ես առաջընթաց տեսնում եմ, բայց իհարկե շտկելու շատ բաներ ունենք, մենք իր հետ այդ առումով անհատական շատ զրույցներ ենք ունենում, պրոցեսի մեջ ենք շատ ուղումներ մտցնում, այնպես որ նա դեռ շատ տեղ ունի ավելացնելու։ Եվ վերջին հարցը, այս անգամ Մենեի Ավագյանն է հավաքականին, սա ինչ-որ ազդակ է ձեզ համար։ Իհարկե իմ համար շատ ցավալի է, որ ցավալի է, որ Փյունիկի նման թիմից ընդամենը մեկ ազգային հավաքական մեկ խաղացող ունենք, հուսամ մենք շուտով այնպես կաշխատենք, որ շտկենք այդ իրավիճակը։